Պրոլապսի բուժման ինչ եղանակներ կան, հնարավոր է լիարժեք բուժել եւ կարող է արդյոք հիվանդությունը կրկնվել։ Սա եւս շատ կարևոր հարց է։ Ուրեմն բոլոր այն բժիշկները, ովքեր որ զբաղվում են կամ կզբաղվեն պրոլապսների բուժմամբ, բոլորս պետք է իմանանք, որ որպես բուժման առաջին մեթոդ բոլոր կանանց, անկախ իրենց տարիքից, անկախ պրոլապսի ձևից, աստիճանից, բոլորին որպես բուժման առաջին մեթոդ պետք է նշանակվի ներհեշտոցային օղերի տեղադրումը, կամ առավել բժշկական տերմինով կոչվում են պեսարիներ, հա։ Մի երկու բառով ասեմ ինչ են սրանք իրենցից ներկայացնում։ Ուրեմն պեսարիները դրանք տարբեր ֆորմաների, ուրեմն պարագաներ են, կարող են լինել օղի տեսք, կարող են ունենալ սնկի տեսք, կամ ասենք խորանարդի տեսք, տարբեր տեսակի են լինում, որոնք տեղադրվում են հեշտոցի մեջ ամբուլատոր պայմաններում, առանց որևէ վիրահատական միջամտության, պացիենտը դիմում է պրոլապսով, սկզբից տեղադրվում է ուրեմն պեսարի կամ այդ օղ կոչվածի նմուշային տարբերակը հեշտոցի մեջ, պացիենտին ժամանակ է տրվում 15 րոպե, 20 րոպե, կես ժամ, ինքը վեր է կենում, քայլում է, գնում է միզելու, փորձում է զուգարանից օգտվել, եւ մի կարևոր բան պետք է նշեմ, որ եթե ընտրված պեսարին համապատասխանում է տվյալ պացիենտին, ապա պացիենտը պետք է բացառապես ոչինչ չզգա իր հեշտոցի մեջ։ Ինչքան էլ որ սա շատերի համար տարօրինակ է հնչում, ճիշտ ընտրված օղը իրեն նույնիսկ զգացնել չի տալիս եւ հավատացնում եմ, որ բազմաթիվ կանայք կան, ովքեր որ ներհեշտոցային օղերով իրենց շատ երջանիկ են զգում։ Սա որպես ընտրության առաջին տարբերակ, բուժման առաջին տարբերակ։ Եթե այս ձևը չի օգնում, կամ կան պացիենտներ, ովքեր օղերի մասին նույնիսկ լսել չեն ցանկանում, չգիտես թե ինչի, կամ տեղադրել ենք, բայց փորձում ենք տեղադրել, բայց համապատասխան օղ այդպես էլ չենք կարողանում որոշել պացիենտի համար, որովհետև իր համար դա դիսկոմֆորտ է, ցավոտ է եւ այլն, ապա հաջորդ քայլը պետք է լինի վիրահատական բուժումը։